Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արցախյան հրաշապատումներ գրքույկ, որում նկարագրված են արցախասրբատեղիների եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները, Վանապատ գամավորու մեջլիսում փիցրցրալավ վարագավանքի ավիրման հարցը, թեզը աշխատություն նվիրված Օսմանյան կայսրությունում հայկական վարժարաններին, օկուպացված Արևմտյան Հայաստանում անուշադրության մատնված հայկական գերեզմանատունը վտանգի տակ է, Արցախահայ մանուկների ծրագիր Կանադայի հայոց թեմի մարդասիրական նախաձեռնությունների շրջանակում նախնիած կանչը հավերժության անիվը պատկերված 6 հաթև աստղի ներսումը, ինքնության հենասյունը մշակույթը։ Հայրաքելական եկեղեցու Արցախաթեմի գրասենյակի ու դիալոգ ՀԿ-ի համատեղ մատենաշարի շրջանակներում լույսատեսալ արցախյան հրաշապատումներ գրքույկը շտեղ նկարագրվող հնորյա ու նորորյա հրաշագործ պատմություն են վկայումներ քրիստոնյա աշխարհին հետի Հիսուս Քրիստոսի շուրջ 2000 ավելի տարիների առաջ կատարած հրաշքներն աստվածահայտնության ու աստվածային փրկagorցության յուրահատուկ դրսևորումներն են, ինչպես հին ժամանակներում դիելսոր հրաշքը ապշեցուցիչ արտասովորության բացառիկ ինչ որ պենա, ինչը մշտապես իլալա Աստծո անսահման սիրո դրսևորումն ապացույցում հանդեպ այս առումով գրքույկում նկարագրվող արցախասրբատեղիների ու մատորների եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները հայ մատենագրերի սրբազան ավանդազրույցներն ու արցախյան ողբերգական իրադարձությունների վախտը առանձին մարդկանց հետ կատարված հրաշագործություն են, բացառություն չեն։ Նյութն ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ին սայտում։ Արևմտյան Հայաստանում գործող ժողովուրդների հավասարությունը, ժողովրդավարություն, Վանապատ գամավոր, Գյուլջան, Քաչմաս, Սայեղթի, Վանի վարագավանքի ավիրման խնդրի վերաբերյալ պաշտոնական հարցում արալ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոին։ Վանապատ գամավորը նախարարից պատասխանա պահանջալ պատմական հուշարձանի ավիրման կապակցությունավը, սրա մասին ակունքնետի փոխանցումավը հաղորդման թուրքական լրատվամիջոցներն։ Աղբյուրին համաձայն Տիկին Քաչմաս, Սայեղթի 7-րդ դարի վարագավանքի ավիրման բացի անդրադարձալ նաև Վանամույս պատմական հուշարձանների վիճակին ու մշակույթի ու զբոսաշրջության նախարարան ընդհանուր տեղեկությունա պահանջալ դրանց մասին։ Պատգամավորը շեշտալավ էր, իրավասունեն պիտի գործի անցկենան Վանա ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման հետի ու ընդգծալ վեր պատմական հուշակոթողներն մեծ նշանակություն ունին Վան քաղաքում զբոսաշրջության զարգացման առումով։ Վանապատ գամավորը Մեհմեդ Նուրի Էրսոյն ուղղալա հետևյալ հարցերը. տեղեկություններ կան Վանի Մետաքսի ճանապարհի իրակ գտնվող վարագավանքի ավիրման մասին, թախե չի կանխվում այդ ավիրումը, վանքապահպանման առնչության որևէ որոշում կա ու առկայության դեպքում կյանքի կոչվելու է, նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ին սայտում։ Երևանում ներկայացվել ամերիկաբնակ պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանի թեզի ուսումնասիրությունը հայոց կրթական հաստատությունների պատմություն Օսմանյան գավառների մեջին երկաթոր գործողությունը։ Աշխատությունը նվիրված է մինչև 1915 թիվը ներկայիս Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում գործող հայկական շկոլների պատմությանը։ Հեղինակը Գևորգ Հակոբյանը երկան տարին է հավաքագրալա փաստաթղթեր, լուսանկարներ ու հնատիպ գիրքեր, վերսոր կազմում իրան ծավալուն հետազոտության հիմքը։ Շնորհանդեսին ելույթն ունեցալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետն Մելինե Անումյանը, Վերա Սահակյանը։ Իրանք ընդգծալն վեր Հակոբյանին աշխատությունը ոչ միայն արժեքավոր աղբյուր է հայ կրթական կյանքը ճանաչելի հետի, այլև փաստում է հայերի ներկայության ու ստեղծարար ավանդի անժխտելիությունը։ Օկուպացված Արևմտյան Հայաստանում Իգդիրա նահանգի Աքորա հայկական անվանումը Աքորի շենումը Արարատա հյուսիսային լանջին գտնվող պատմական հայկական գերեզմանատունը կանգնած է ոչնչացման եզրին։ Տեղական լրատվամիջոցներն հայտնում են վեր տարածքում մեծ քանակությամբ մարդկային վսկռներ են հայտնաբերվել, որոնց ծագումը հալամ ուսումնասիրվում է։ Գերեզմանատունը վերահայտնի է Ահուրա անունով կապված է հայկական բնակավայրի ու վանքի հետ։ Սոր շենը բնակեցված է քրդերով։ Տեղեկությունների համաձայն գերեզմանակայրի մեծ մասը կոտրված կամ անհետացված է, իսկ մնացածն գունաթափան են։ Քայրին երամփորա գրված խաչերը մինչ սոր վկայում են տրանս քրիստոնեական պատկանելիության մասին։ Տեղում նկարահանված կադրերը նշանցն տամ անուշադրության մատնված գերեզմանատունը, երկու գերեզմանակայրի միջև հայտնաբերվան վսկռներ, վերմատնանշում են պղծում կամ ապօրինի փորածումներ գանձագողների կողմից։ Անհասկանալի է, թե վսկռներն հովահավաքալ ու խե են թողնված տեղում։ Երևանա Big Minds Kids ուսումնական կենտրոնում գերաշնոր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը քեցալակենտրոն շտեղ սրբազանի ձեռամ տեղի ունեցալ Արցախցե խոխորձը հետի նախատեսված անգլերեն դասընթացի վկայականների հանձնման արարողությունը։ Արդեն երկրորդ տարին իրականացվող 6-ամյա դասընթացի առանձնահատկություններն ավեր համատեղում է օգտակարը հաճելիին հետ։ Խոխեքա անգլերենը սվերում միաժամանակ լեգոներով արտահայտելով իրենց պատկերացումն են։ Այս մեթոդը դասերին հաղորդում է հետաքրքրություն ու քյոմագյանում խոխորձ ամրապնդված ձևով յուրացնել գիտելիքը։ Ուսման եղանակը շարունակ
շարունակում ցանկալի արդյունքն է։ Վկայականների հանձնման արարողության ետը Սրբազան հայրը մասնակցել դասընթացին անձամբ համոզվելով մեթոդի հաճելի ու արդյունավետ իների մեջին։ Ինքը կենտրոնի տնօրեն Հակոբ Մակտիսին փոխանցել Արևելյանը գոհունակությունը, տպավորությունը, ընդգծելով համագործակցության շնորհիվ ձեռք բերված դրական արդյունքն են Ձիվան ազգային առաջնորդարան։ Երզնկա քաղաքան 20 կիլոմետր արևելք Կարինա Սեբաստիա ճանապարհին կողքին է գտնվում Ոսկե բլուրը հայոց հոգևոր մշակույթի կենտրոններամինը հայ ժողովրդի սրբատեղին։ Ստեղ գտնվել Անահիտ դիցամոր տաճարը։ Նախ սկզբից Վանի թագավորության վխտեն Բլրինյան Արգիշտի B արքան սարքման հզոր ամրոց որպես Ուրարտական պետության արևմտյան սահմանային մարզի կենտրոն։ Ամրոցը կառուցված է 60 մետր պետրության գառիթա բլրի կատարին ու շրջապատված է արտաքին երկու պատերա, որոնցից յուրաքանչյուրի հաստությունը 12 մետր է։ Դրանք շարված են 35-ից 40 տոննա կշռող դաշված քարերա։ Տաճարը բաղկացած է երկու հատվածապերվինը ջեմասրահներով շրջապատված գավիթավերի մեջտեղում կառուցված է աշտարական մախուց 13.8 մետր հաստության պատերով։ Վանա թագավորության կործանման ետը ամրոցի հիմքին իրան կառուցվում է Անահիտ դիցամոր տաճարը, վրա հայ ժողովրդի պաշտամունքային հզոր կենտրոնարամինն ալալ հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշներամինը։ Հայ ժողովուրդը մտ շուք հավալել նշելիս Անահիտի նվիրված տոները։ Ներկայ իլալ նաև մեծ հայքի արքան տոնախմբությունն օրեր են ելալ տևելիս նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայտումը։ Հայերը հավերժության անիվը պատկերելիս են լալ 6-հատև աստղի ներսումը, որովհետև այս թեմայի շուրջ շատ հարցերում ստացալ որոշան վերջապես այդ խորհրդանիշին արժանի ուշադրություն հատկացնին բլոգային գրառման ձևաչափով։ Սոր մարդկանց մեծ մասը 6-հատև աստղը կապում է հրեաների Դավթի աստղի հետ, լինելով ժամանակակից հրեական ինքնության ու հուդայականության խորհրդանիշը։ 1948 թվին անգամ տեղա գտալ Իսրայելապետական դրոշին երան։ Վիկիպեդիայի համաձայն այն որպես հրեական համայնքի խորհրդանիշ սկսալ է օգտագործվել 17-րդ դարը, սակայն հունցա հայկական մշակույթի շայտ այլ երեսների դեպքում հայկական գործածության մասին խրեգ է գիրվել։ Մինչդեռ պատմության վաղտը լայնորեն կիրառվել է գիտության, արվեստի, ճարտարապետության, զարդանախշերի ու դաժե կրոնական նպատակներով։ Պատմականորեն հայերը իլալն հմուտ մաթեմատիկոսն է, ճարտարապետն ու արհեստավորն է։ Հետևաբար երկրաչափությունը միշտ առանձնահատուկ տեղ ունեցալ հայերի հոգևոր ու ստեղծագործական կյանքում։ Հնագույն հայերը խորացված գիտելիքներ ունեցալ աստղագիտության մեջ ու կրել իսրայելական կանխատեսին աստղագիտական երևույթն է։ Ամենաքյոհնա աստղադիտարանը գտնվել Իսրայել հենց Հայաստանում, մոտավորապես մեր թվարկությունից առաջ 4002 թվին թվագրվող Քարահունջ ու մեր թվարկությունից առաջ մոտ 2800 թվին թվագրվող Մեծամորի աստղադիտարանը հնարավորություն է տալիս նախահայրերին զարգացնելի երկրաչափությունն այն աստիճանի վեր ուրան կրել իսրայել չափին հնարավորություն են, լայնությունն ու երկարությունն պատկերացին աշխարհը կլոր ու կանխատեսին արեգակնային լուսնային խավարումն է։ Շուրջ 1000 տարի առաջ, քան այդպիսի հաշվարկներ սկսան անել եգիպտացիք, հայկական ճարտարապետությունը հաճախ բնութագրվում է երկրաչափական հստակությամբ։ Նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայտումը։ Ինքնության մասին շուշուտ է խոսվում, մշակույթի մասին նույնպես, բայց արժե խորհել նաև դրանց փոխկապակցության մասին, հատկապես այս օրերին վեր այնքան շատ են խոսում թա ինքնության, թա մշակույթի խաթարման ու կորուստի մասին, խաթարման թա զարգացման։ Ինքնություն հունց սահմանել այն, ինչպես ձևակերպել, հասկանալ ու հասկացնել։ Ինքնություն նախ եւ առաջ կապված է անունիտ ու ազգանունիտ հետ ու դրանցով է արտահայտվում։ Ընդհանրապես անունիցից կարելի է հասկանալ ազգությունդ, իսկ ազգությունը մշակութային հիմքն է ունենալ նաև պատմական ու աշխարհագրական խարսխներ, սակայն միշտ չի վեր անունը կարե հայելային արտացոլումը ինի ինքնության, որովհետև որևէ անուն հեշտությամբ կարող է փոխանցվել մի ժողովուրդ համույուսի նույնությամբ կամ կուճիր փոփոխություններով։ Այսպես օրինակ Սոման կարող է դառնալ Սոնա, Սոնիկ, Սոնիա, Սունա եւ այլն։ Նույնը նաև ազգանունների դեպքում երբեմն դրանք փոխվում են պատահաբար, երբեմն կամովի, երբեմն էլ պարտադրանքով ծածկելով իրական ինքնությունը։ Իհարկե, ինքնությունը տարանջված է նաև ծնողների տնտանեկան դաստիարակությանը, կրթությանը ու մասնագիտությանը հետ։ Այս սաղը եւս ունի մշակութային կապ։ Վերասում ենք, այս մեկը բժիշկ կամ մյուսը կառավարիչ յուրաքանչյուրին վերագրում ենք առանձին ինքնություն։ Այո, ինքնությունը բազմաշերտ իրականություն է, անհատը ճանաչվում է նաև իրան բնավորությունով, դրական ու բացասական հատկանիշներով, թերություններով, իրան կատարած գործերով, հասարակության մեջ ինձ վերած դիրքով ու համբավը, ով էր խոսում է ինքնության պահպանման մասին, կամա հարցածակում։ Ի վերջո վեր ինքնության մասն է խոսքը։ Մշակույթն էլ առավել բազմաշերտ է, իրան տարբեր կողմերով, անկալումներով ու շերտավորումներով։ Ինչա մշակույթը, շտեղա սկսվում, շտեղա հանգում, հունցա ազդում մզրա ու ձևավորում մեր ինքնությունը։ Նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայտումը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը պատրաստա, սպասիբա աշադրության հետի պնդկացիք։